Ձեր հարցերին։ Ինչպես է գնահատում հեցի ներկայիս ֆինանսատնտեսական վիճակը, արդյոք ընկերությունը իր գործողություններով իսկապես հիմք տվել է լիցենզիայի հարցը վերանայելու։ Իհարկե ոչ, ինչպես ես իմ խոսքում նշեցի, գիտեք, որպեսզի ավելի հասկանալի լիցենզիայի զրկելը դա անձին մոտավորապես նույնականացնելը, եթե գնանք քրեական գործով, դա անձին ցամա ազատազրկելն է։ Պատկերացիք չէ, այսինքն այնտեղ սանկցիան ինչ է պարունակում, ինչ որոշ հոդվածների դեպքում որոշակի պատժամիջոցներ։ Երբևէ հեծում չի եղել այդպիսի արարք կամ այդպիսի գործողություն, որը ենթադրեր ոչ թե լիցենզիայի զրկման, դրան մոտ որևիցե պատժ։ Հայտարարում եմ ամենայն պատասխանությամբ։ Իրենց այս ժողովրդի այսպես հույզերի հետ են խաղում իրանք ընդհանրապես, որ տեսեք իմիջիայլոց բան չի փոխվել, եթե ավելի չի վատացել, այդ նույն հոսանքազրկումների պահով, վերջը ես էլ եմ հետևում, չեմ ուզում այսպես ջրաղացին ջուր լցնել, բայց ամեն դեպքում ես էլ եմ հետևում, իմ տունն էլ է վերջը Երևանում, բոլորս տեսնում ենք, չէ՞ որ անդադ մի հատ անձրև նորից հոսանքազրկում, մարդիկ գրում են համապատասխան սուբյեկտի անունը տալով, տարբեր անուններով անվանակոչելով, ուրա մեր լույսը ինչ եղավ եւ այլն, այսինքն դա մենք չենք կազմակերպում, բոլորս ապրում ենք այս քաղաքում եւ հասկանում ենք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Իսկ իրենց գործելավոճը ընդամենը ռուսերեն է բառը, հայերեն ամենաթողությունը գեղեցիկ չի հնչում, բեսպրիձել ուղղակի։ Բեսպրիձել այն առումով, որ անում են ինչ ուզում են, խոսում են ինչ ուզում են, ուղղակի այստեղ խնդիրը անցնում է, ստացվում է, թե ոչ։ Իմ կարծիքով չի ստացվում, որովհետև մենք իմիջիայլոց ասեմ, ձեզ հետ վերահսկողական էջ ունենք, որը բավականին ակտիվ իրենց ստերը բացահայտում էր, փակվել է Facebook-ի կողմից, մեր ինֆորմացիայով շատ ազդեցիկ այսպես բողոքների պարագայում է փակվել։ Հիմա փորձում ենք դա բացել կամ այլ էջով, այսինքն ազատ խոսքի երկրորդ կարծիքի ընդհանրապես նույն հմեկի տարբերակը հրավիրեցի, չէ՞, ուղիղ այստեղ եթե չեմ սխալվում առաջ անգամ հենց այս դահլիճում հրավիրեցի կառավարչին եւ հանձնաժողովի նախագահին ոչ երկրորդ դեմքերով ուղիղ իրենց եւ հաշվի առնելով որ հանրային հեռուստատեսությունը վաղուց հանրային չի, դա արդեն սեփականի է նմանված իշխանության սեփական հեռուստաընկերություն, չունեմ հնարավորությունը կազմակերպելու, հորդորեցի իրենց կազմակերպել, որովհետև դա հեշտ էր եւ փակել եմ էջը իհարկե, բայց պնդում եմ, եթե ես իմ ասած թեմաների հետ կապված որևիցե մեկը խնդիր ունի, միջև վարույթը խնդրեմ, պատրաստ եմ ես միայնակ, ուրեմն կառավարչի եւ հանձնաժողովի նախագահի դե մոտավորապես բարձա վարողնելով ալինելու, այդտեղ դառնում արդեն 3-ը 1-ի դեմ։ Դրան էլ եմ պատրաստ։ Այնպես որ գնդակ իրենց դաշտում է բոլոր դեպքերում։ Ֆինանսատնտեսական վիճակը ես զարմանում եմ ինչի կապալառուները, ինչի այդ համագործակցող ընկերությունները ձայն չեն հանում, երևի թե նույն իշխանական վախն է։ Գիտեք, մենք երբ որ չեն վճարում, ուշացնում են ժամկետները, չեն վճարում, գործերի մեջ թերություններ են փորձում այսպես մաս գտնել, որպեսզի խնդրեմ ստեղծել։ Դե գցելու հանգամանքը, գցելը վերջնական կատարված գործողություն է իրավաբանորեն, դրա համար չեմ ուզում ասեմ, գցում են, համենայն դեպս ուշացնելը ենթադրում է, որ ֆինանսական միջոցներ, օրինակ հիմա ասում են 15 միլիոն, թե ինչքան վարկային միջոցներից փակել է։ Իհարկե մենք էլ ոչ մեկի գումար չվճարենք, ոչ մի գործ չանենք, բավականին ավելի շատ կարելի էր փակել։ Գործում են 100%-անոց քարտ բլանշի, այսպես քողի տակ։ 100%-անոց մենք հանձնաժողովին հանգարց նամակ ուշ պատասխանենք, նկատողությունը մինիմում էր, որ մեզ կտային։ Ես ինֆորմացիա ունեմ, որ հանձնաժողովին դեպքեր ա եղել չեն պատասխանել, դեպքեր ա եղել ուշ են պատասխանում, ոչ մի պետական մարմին այսօրվա հեծին չի պատժում, անգամ թող չնեղանան ոչ մեկ, վախենում են մոտենալ, որովհետև համապատասխան սուբյեկտը ունի 100%-անոց քարտ բլանշ, ուղղակի վերջը լավ լինի, որովհետև ինքը գործողվել է այդտեղ ինչ-որ բան գտնելու, եթե չի գտնելու, վերջը լավ չի լինելու։ Նաև, բայց ես կարծում եմ, որ այդտեղ Սամվել Կարապետյանին սևացնելը իրենց համար ավելի մեծ նշանակություն, դա իհարկե շատ այսպես полезный էսպրիատ եմ, բայց կներեք ռուսերեն որոշակի արտահայտությունների համար, բայց իմ կարծիքով ավելի շատ խնդիրը դրված էր, որպես այսպես պատկերացրեք դեռևս կուսակցություն չհիմնած, բայց
ընդդիմադիր դաշտում ամենաշատ այս սոցհարցումներով ձայն ունեցող մարդուն սևացնել, արանքից հանել։ Դա շատ ավելի իմ կարծիքով կարևոր է, քան մյուսը։ Պարոն Ազենյան, երկու հարցի խնդրեմ անդրադառնալ։ Նախ դուք ասացիք, որ սուտ եք բակարային